ամեն շաբաթ օր մենք ամփոփում ենք շաբաթը, բայց սա մեր տարեվերջյան վերջի եթերն է լինելու, դրա համար մի փոքր ավելի ծավալուն կլինի, մի քանի նոր շեշտադրումներ կլինեն։ Եթե կարելի է մենք այսօրվա մեր եթերը սկսենք, այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է, երեկ վիրահատվել է Սրբազան հայրը և գիտենք, որ մեր ամոթն ու խայտառակությունն է, որ Միքայել Սրբազանը և մյուս սրբազանները կալանավորված են։ Ձեր խոսքը Սրբազանին, ով լինելով կալանավորված և իհարկե նաև մյուս սրբազանները, բայց քանի որ իր ծննդյան օրն է, շարունակում է ճշգրիտ գնահատականներ տալ այսօրվա իշխանությանը, այսօրվա այն տիրադավներին, ովքեր անցել են, ինչպես իրենք են բնորոշում, զինված բանդայի կողմը, և նորից մեր ամոթն է, որ գտնվում են սրբազանները Միքայել Սրբազանի գլխավորությամբ կալանավայրերում։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեզ բոլոր դիտողներին և լսողներին և այո իհարկե պետք է այսօրվա եթերը սկսենք նախ և առաջ շնորհավորելով Միքայել Սրբազանին իր ծննդյան կապակցությամբ, մաղթելով իրեն առողջություն, հույս ունեմ, որ վիրահատությունից հետո նա ամբողջությամբ կապաքինվի և կշարունակի իր ազգանվեր ծառայությունը մեր ազգին և հայ առաքելական եկեղեցուն։ Իհարկե մեր համընդհանուր ամոթն ու խայտառակությունն է, որ ցավով պետք է արձանագրենք, որ այսօր մի քանի հոգևորականներ գտնվում են կալանքի տակ, բայց նրանցից միակ, ով արդեն փաստորեն ունի դատավճիռ, դա Միքայել Սրբազանն է։ Սա ոչ միայն ներքին ամոթ է, սա ոչ միայն մի փաստ է, որը զայրացնում է ինձ և մնացած մեր հայրենակիցներին, այլ սա նաև ծաղրի առարկա է ամբողջ աշխարհի կողմից ի հանդեպ Հայաստանի։ Մեզ ծաղրում են դրանով։ Քրիստոնեությունը որպես Հայաստանի Հանրապետության կրոն ընդունած առաջի երկիրը պայքարում է իր իշխանության ձեռքերով իր երկրի կրոնի հանդեպ։ Սա միջազգային մակարդակի խայտառակություն է։ Սա ցույց է տալի, որ ցավոք սրտի հայ ժողովուրդը այս պահին ղեկավարվում է ոչ թե իր շահերը ներկայացնող ղեկավարների կողմից, այլ այլոց շահերը, ավելի շատ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը պաշտպանողների կողմից։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հարձակումը հայ առաքելական եկեղեցու բուռն իր ազդեցությունը տեղի ունեցավ նրանից հետո, երբ վեհափառ հայրապետը Շվեյցարիայում մասնակցեց Արցախի հանրապետության օրակարգային հարցերի քննարկմանը և արցախցիների վերադարձի իրավունքի մասին թեմային խորհրդանշող ժողովին։ Եվ դրանից հետո Ադրբեջանի հոգևոր առաջնորդը լրջագույն քննադատության ենթարկեց մեր վեհափառ հայրապետին, ինչից հետո Ադրբեջանի հոգևոր առաջնորդին զորավիք եղավ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Սա այն համառոտ նկարագիրն է, որը բոլորը պետք է գիտակցեն և հասկանան, որ այո, այսօր Հայաստանը դեռևս չլինելով թուրքական վիլայեթ, արդեն որոշ չափով իրագործում է թուրքական վիլայեթի տարբեր դրույթների իրականացումը Հայաստանում և դրանցից ամենացայտունը հենց հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումն է։ Ես նաև պետք է նշեմ, որ օրեր առաջ Էջմիածինում զավթելու փորձը իհարկե չհաջողվեց և դա է պատճառը, որ Նիկոլը փոխել է միտքը և Էջմիածին չի գնում, այլ վաղը լինելու է Գառնիում և ընդ որում բացահայտ խոսում է նրա մասին, որ գնում է այնտեղ, որտեղ համաձայնվում են զեղչել վեհափառ հայրապետի անունը հիշատակելու պահանջը, որը պետք է կատարվեր, որը պետք է կատարվի բոլոր հոգևորականների կողմից և դա ոչ թե վեհափառ հայրապետի քմահաճույքն է, այլ դա կարգն է, այդպես է դա արվում։ Ես օգտվելով առիթից դիմում եմ, չգիտեմ ով է պատարագը մատուցելու վաղը Գառնի եկեղեցում, բայց հույս ունեմ, որ այդ հոգևորականը չի դավաճանի Սուրբ Գրքին, այդ հոգևորականը չի դավաճանի հայ առաքելական եկեղեցուն և կատարի պատարագը համաձայն բոլոր կանոնների։ Չգիտեմ ինչքանով կհասնի ասածս իրեն, բայց հույս ունեմ, որ դա այդպես կլինի։ Իհարկե, որոշ չափով մենք պետք է նաև գիտակցենք, որ Նիկոլի
փակագծերի մեջ թեթև ձեռքով տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու մաքրման process։ Եվ շատ հստակ է, որ բոլոր այն հոգևորականները, որոնք միանում են այս կամ այն պատրվակով Նիկոլ Փաշինյանին, միանշանակ իրենց միացումով մաքրում են հայ առաքելական եկեղեցին։ Եվ սա ևս շատ կարևոր է։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ այս ընդհատակյա պատերազմի ավարտից հետո մենք կունենանք բյուրեղացված եկեղեցական համակարգ, բյուրեղացված եկեղեցի, որը օգտվելով այս իրավիճակից կարողանալու է ձերբազատվել բոլոր այն դավաճաններից, եկեք այսպես ասենք, որոնք սատար են կանգնում Արցախը վաճառածներին, որոնք սատար են կանգնում եռաբլուրը եռապատկողներին, որոնք սատար են կանգնում Հայաստանը քարտեզի վրայից ջնջողներին, որոնք սատար են կանգնում Հայաստանը վտանգի մեջ պահողներին։ Այդ բոլոր մարդկանցից իհարկե հայ առաքելական եկեղեցին պետք է ձերբազատվի։ Այդ պայքարի շրջանակներում նաև մի քանի օր առաջ հրապարակվեց այսպես կոչված գաղտնազերծած ինչ-որ փաստաթուղթ, համաձայն որի, ինչպես պնդում են տարբեր ՔՊՀ-ականներ, մանր եւ միջին պատգամավորներ, ասում են, այ տեսեք, այս փաստաթուղթը ապացուցում է, որ Եզրած Սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Մի բան, որ արդեն այդ հարցին կարծում եմ շատ մարդիկ անդրադարձել են, բայց ես մենակ մի նկատառում եւս կանեմ։ Իսկ ձեր մտքով անցել է, ինչու է այդ թուղթը հայերեն։ Բոլորը արդեն ասել են, որ իրականում պետք է այդ թուղթը ռուսերեն լիներ եւ այն ֆեյք է, ուղղակի եւս մեկ շինծու թուղթ է։ Ես բացատրեմ ինչու է այդ թուղթը հայերեն։ Շատ պարզ պատճառով։ Եթե թուղթը լիներ ռուսերեն, ապա մի անգամից Ռուսաստանի Դաշնությունից կստանային հերքում, որ նման թուղթ չկա։ Դրա համար հայերեն են գրել այդ թուղթը, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունից հերքում չլինի։ Սա նույն բանի շարունակությունն է, ոնց որ օրինակի համար Նիկոլը կառավարության կայքում հրապարակեց բանակցային փաթեթները, ընդ որում թերի, չդնելով այնտեղ Քիվեսյան բանակցային փաթեթը, բայց ինչու հրապարակեց այդ փաթեթները եւ փորձեց տակից դուրս գալ, որովհետեւ շատ լավ հասկանում էր, որ այդ նույն փաթեթները հնարավոր է հրապարակեն Ռուսաստանի Դաշնության կողմից կամ նույն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից։ Դրա համար ինքը ուղղակի առաջ ընկավ, հրապարակեց ու փորձեց ներկայացնել, որ տեսեք, ես ճիշտ եմ ասում։ Մինչդեռ այդ փաթեթները ամբողջությամբ ջախջախեցին Նիկոլի եւ իր ենթակաների բոլոր թեզերը Արցախի հանրապետության հնարավոր անկախության հետ կապված։ Ուղղակի ջախջախեցին։ Ինչքան է իրանք փորձեն հակառակը ասել, չի ստացվելու։ Սա շատ կարևոր է։ Եկեղեցու հանդեպ կռիվը դեռևս ցավոք սրտի շարունակվելու է, ես չեմ հավատում, որ մի օր նա հաղթանալու է եւ ուղղակի զերծ մնա եկեղեցու մասին խոսելուց։ Իհարկե այդ օրը գալու է այն ժամանակ, երբ որ Նիկոլը արթնանա բանտախցում, որը որ իր համար ամենաճիշտ տեղն է, ամենաճիշտ։ Տեսեք, ես չեմ ասում գժանոց, ես չեմ ասում տարբեր այլ բաներ, ոչ, բանտախուցը իր համար, ոչ միայն իր, այլ նաև շատ ու շատ այլ մարդկանց համար այս իշխանության ամենաճիշտ տեղն է։ Եվ գալու է ժամանակը, եւ դուք ձեզ ծառայող դատավորները, ձեզ ծառայող քննիչները, ձեզ ծառայող դատախազները հայտնվելու եք բանտախցերում։ Ընդ որում խոսելով դատավորների, քննիչների եւ դատախազների մասին պետք է ասեմ հետեւյալը. Հայաստանում վերջին 30 եւ ավել տարիների ընթացքում գրանցվել էր մի միջավայր, որում դատախազները, դատավորները, քննիչները իրենց հանգիստ էին զգում, մտածելով, որ ամեն նոր եկող իշխանությանը պետք են լինելու ծառայող իշխանությանը ծառայող դատավորներ, դատախազներ եւ քննիչներ։ Դրա համար այդ իշխանության օրոք պատրաստ էին ամեն ինչի իշխանության համար եւ իշխանությունը պահելու համար։ Ես հիմա հայտարարում եմ, որ Հայաստանում սպասվելիք իշխանապողությունից հետո նման դատավորներ, նման քննիչներ եւ նման դատախազներ այլևս պետք չեն գալու։ Հակառակը իրենք բոլորը պետք է խստագույնս պատժվեն օրենքի ողջ խստությամբ եւ հայտնվեն այնտեղում, որը իրենց համար ամենաճիշտն է, դա է բանտախուցը։ Մի քանի օր առաջ
3-4 օրը ավելի ճիշտ, նաև կալանավորվեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը, Աշոտ Մինասյանը, իմ ավակ ընկերը։ Մարդ, ում հետ ցանկացած զրույց վերածվում էր հայրենասիրության մասին զրույցի։ Մարդ, ում հետ ուղղակի հետարքիր էր խոսել։ Մարդ, ում հետ շատ հետարքիր էր լսել Արցախյան ազատագրական պատերազմի եւ այդ ամբողջ պայքարի իրերի եւ մնացածի մասին։ Մարդ, ում հետ խոսալու համար հերթ պետք է կանգնես։ Հիմա այդ մարդը դատավորների, քննիչների եւ դատախազների պատճառով անօրեն կերպով հայտնվել է կալանավայրում։ Շատ հետարքիր է, որ Վճռաբեկ դատարանը առանց քննության թողեց ներկայացված բողոքները իր փաստաբանական թիմի կողմից, համաձայն որոնց նվազագույնը, որ կարող էր արվել, դա վաղեմության ժամկետի կիրառումն էր, որտեղ այդ գործով վաղեմության ժամկետը լրացել է։ Եվ դրանով Վճռաբեկ դատարանը ուղղակի հակաօրինական քայլ է արել։ Լավ, միթե ձեզ թվում է, որ այդ ամենի վրա աչք է փակվելու ապագայում։ Միթե ձեզ թվում է, որ ձեր նմանները ապագայում պետք են գալու։ Դուք շատ սխալվում եք։ Գիտեք 30 տարի ինչու նման պատիժներ չեն եղել, որտեղ 30 տարի ոչ մեկ Արցախը Թուրքին նվեր չէր տալի։ 30 տարի ոչ մեկ եռաբլուրը չէր եռապատկում։ 30 տարի ոչ մեկ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի տակ չէր պարկեցնում։ 30 տարի Հայաստանի սուվերեն տարածքները Ադրբեջանին չէին հանձնվում։ Դրա համար ամեն նոր իշխանություն աչք էր փակում նախկինում եղած որոշ բաների վրա։ Բայց մյուս եկող իշխանությունը չի կարողանալու այդպես անի, որտեղ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցել նախադեպը չունեցող դավաճանություն։ Այդ դավաճանությունը ունեցել է շատ արյունալի հետևանքներ մեր համար։ Մենք կորցրել ենք հազարավոր հայ զավակներ։ Մենք կորցրել ենք Արցախի Հանրապետությունը։ Մենք կորցրել ենք աշխարհում միակ երկիրն ենք, որ ուներ երկու պետականություն։ Փոխանակ դա գնահատեինք ու պահպանեինք, մենք մեկից հրաժարվեցինք, մյուսն էլ դրել ենք վտանգի տակ եւ պատրաստ ենք մյուսից էլ հրաժարվենք։ Այդ դա է այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլը վերջի մի քանի ամիս օգոստոսի 8-ի ամերիկյան հանրահայտ այդ նախաստորագրման process-ից հետո անընդհատ խոսում է խաղաղությունից, ոչ միայն Նիկոլը, այլ նաև բոլոր իր պատգամավորները։ Բոլոր անխտիր խոսում են խաղաղությունից ու իրանք եւ նաև իրենց սատելիտները, Արամ Սարգսյաններ եւ այլոք։ Ես ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդը շատ լավ հասկանա, որ այդ խաղաղության պայմանագիրը նույնքան իրական է, ինչքան Աչափնյակի մետրոյի կայանը։ Երկուսն էլ նժարի վրա նույն կետում են։ Ինչքան Աչափնյակի մետրո են սարքել, այդքան է խաղաղություն են բերելու։ Ինչքան այսօր Արցախում հայ է ապրում, այդքան է խաղաղություն է լինելու սրանց օրոք։ Դա պետք է բոլորը գիտակցեն։ Սկզբում Ադրբեջանը դնում էր սահմանադրությունը փոխելու նախապայման Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ Նիկոլենք համաձայնվել են այդ նախապայմանին, ուղղակի ներկայացնում են դա, որպես դե մենք շուտվանից էինք ասում, որ պիտի փոխենք, դա կապ չունի Ադրբեջանի պահանջի մեջ, մեկը սենց տենես փոխելու ենք։ Մենք ընդդիմադիրներս անդադ պնդում էինք, որ Ալիևը ոչ մի խաղաղության թուղթ չի ստորագրելու, ինքը անընդհատ նորանոր նախապայմաններ է դնելու։ Դուք հիշում եք, որ ժամանակին որպես նախապայման ինքը ասում էր սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծանում։ Հիմա օգոստոսյան հանդիպումից հետո ինչ է փոխվել մեր կյանքում։ Ոչ մի բան։ Իսկ Ալիևի կյանքում օրինակ փոխվել է հետեւյալը։ Լուծարվեց ԵԱՀԿ համանախագահների խումբը։ Լուծարվեց, Ալիևը հասավ Իրանին։ Հայաստանի կառավարությունը օր ու գիշեր խոսում է սահմանադրությունը փոխելու մասին։ Խոսում է։ Արդյոք Ադրբեջանը որևէ տեղ զիջում է կատարել։ Ոչ։ Ձեզ եւս մեկ հարց տվեք։ Ինչու է կանգ առել սահմանազատման process-ը։ Դա էլ ձեզ ասեմ, որտեղ ցանկացած սահմանազատում բերելու է տարածքների կորստի Հայաստանի կողմից։ Դրա համար է Նիկոլը ժամանակավորապես կանգնացրել է այդ process-ը միջև ընտրություններ։ Ինձ համար ուղղակի ակնհայտ է,
որ Ադրբեջանի ցանկացած տեղում Նիկոլի օրոք սահմանազատումը բերելու է նոր տարածքային կորուստների Հայաստանի համար։ Դրա համար ադրբեջանցիների հետ պայմանավորվել է, որ ինչ կլինի, միջև ընտրություններ բան չանենք, ինձ օգնեք ամեն ինչով, որ այս ընտրություններում հաղթեմ, նոր դրանից հետո սահմանազատումը կանենք, ավելի ճիշտ տարածքների զիջումը կիրականացնենք։ Բայց արի ուտես, որ այդ նախապայմանները քիչ էին, եւ 3 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը տարին ամփոփող իր հարցազրույցում ասուլիսում նշում է նոր նախապայման։ Ասում է մինչև Հայաստանը չկատարի ԱՄՆ-ում ստորագրված նախաստորագրված պայմանագրով բոլոր կետերը, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև չի ստորագրվել։ Ընդ որում ակնհայտ է, որ նա խոսում է այսպես կոչված միջանցքի մասին, իրենց կողմից Զանգեզուրի միջանցք անվանվամբ, որը օգոստոսյան փաստաթղթում գրված է, որ Հայաստանը պարտավորվում է տրամադրել անխոչնդոտ ճանապարհ Ադրբեջանը եւ Նախիջևանը կապելու համար։ Դուք նույնիսկ ժողովրդի հետ անկեղծ չեք նրանում, որ իրականում սա ոչ թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհ է, այլ Ադրբեջանը Թուրքիայի։ Ամբողջ կռիվը դրա մասին է, Ադրբեջանը պետք է ունենա ցամաքային ճանապարհ դեպի Թուրքիա, որով ապագայում պետք է գալու այդ ճանապարհը զենք զինամթերք Ադրբեջան ուղարկելու համար, Իրանի դեմ հնարավոր հարձակման համար։ Դրա սա է։ Ժողովրդի հետ անկեղծ չեն, ժողովրդին չեն ասում, թե իրականում ինչ են ունում։ Բայց ադրբեջանցիների տարբերություն Նիկոլի անկեղծ են։ Իրենք իրենց բոլոր ելույթներում ասում են, որ իրենք Հայաստանի հանդեպ ունեն լիքը պահանջներ, այդ թվում Սևանա լիճը, որը ակնհայտորեն են խոսում, այդ թվում 300,000 իրենց թվով 300,000 ադրբեջանցու վերադարձը իրենց պատմական հայրենիք, ինչպես իրանք են բնութագրում, եւ 3 Բայրամովը նոր նախապայմանը դնում, ասում է չենք ստորագրելու խաղաղության պայմանագիրը, մինչեւ այդ Զանգեզուրի միջանցքը չտակ։ Ակնհայտ է, չէ, ինչ է տեղի ունենում։ Ընդ որում Ադրբեջանը այդ ամեն ինչ անելուց նաեւ քայլեր է անում, որոնցով միջազգային հանրությանը ցույց է տալի, որ տեսեք, ես բարի կամք եմ դրսևորում, բայց այս հայերը ինչ որ ստորագրել են, չեն անում։ Ընդ որում հայերը մենակ Ամերիկայում չեն ստորագրել։ Հայերը դա նոյեմբերի 9-ին են ստորագրել։ Նոյեմբերի 9-ով էլ կար առանձին կետ, որ Հայաստանը պարտավորություն էր ստանձնել Ադրբեջանի տրամադրել անխոչնդոտ ճանապարհ Ադրբեջանից Նախիջևան։ Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում կար Լեռնային Ղարաբաղ հասկացողությունը։ Չկար ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ինստիտուտի լուծարման հարցը։ Դրա համար ինչ արեց Ադրբեջանը Հայաստանի հետ ձեռքի տված, վազեցին Ամերիկա, որպիսի նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավաբանական ուժը ավելի թուլացնեն, պայմանավորեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը լուծարվում են եւ լուծարեցին։ Եվ այսօր, եթե մենք խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ցավոք սրտի, սա մեծագույն ցավով եմ ասում, միակ պաշտոնական թուղթը, որ մնացել է, որ մենք կարող ենք օգտագործել, դա հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Վատ լինի, լավը լինի, դա է։ Բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը իր նախապայմանները երբևիցե չի դադարելու առաջ տանել։ Միջանցքը տակ նոր նախապայման են դնելու։ Այդ նոր նախապայմանը կատարեք, հետո մյուսն են դնելու։ Բայց ասում են հիմա բենզին ենք տվել, բենզին ենք բերել, խաղաղություն ենք բերել, Փաշինյանը Ռուսաստանը խորի շնորհակալություն հայտնեց Ալիևին, հետո արդեն Հայաստանից կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ եւս մեկ անգամ խորի շնորհակալություն։ Այո, Ադրբեջանի կողմից եղել են քայլեր, դա է նավթամթերքի տրամադրումը եւ իրենց տարածքով ծորենի ներմուծումը Հայաստան-Վրաստանի միջոցով։ Ինչի համար է դա անում Ադրբեջանը։ Թիվ 1. Ադրբեջանը դա անում է դրա համար, որպեսզի միջազգային հանրությանը գերտերություններին, այդ թվում Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին ցույց տա, որ տեսեք մենք ամեն ինչ անում ենք, այս հայերն են, միջանցքը չեն տալի։ Ադրբեջանը իրականում պատրաստվում է ռազմական ճանապարհով միջանցք վերցնելու։ Դրա
ընթացքում այդ պատրաստման ինքը պարտավոր է ամբողջ աշխարհին նախապատրաստել եւ ստեղծել հիմքեր, թե ինչի է նա գնում այդ քայլի։ Նույնը դա արել էր մինչև 2020 թվականի աղետալի եւ դավաճանական պատերազմը։ Նույնն էր արել։ Ամբողջ աշխարհին պատրաստել էր եւ այդ պատրաստելու ընթացքում իրեն համար շատ կարևոր է Հայաստանի օգնությունը, շատ կարևոր է, որ հայերը անդադ օգնեն, որ հայերը վատթարացնեն իրենց հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, Ռուսաստանի եւ Իրանի եւ իհարկե նաեւ Վրաստանի։ Եվ դա հայերը անում են։ Օրինակի համար հիմա թմկահարում են, որ էժան բենզին եք վերել։ Ընդ որում ժողովուրդ շատ արագ մոռացել է, որ սա մի անգամվա գործարք էր։ Վրաստանի Հանրապետության իշխանությունները համաձայնվել էին մեկ անգամ տուրքեր չգանձել եւ մեկ անգամ համեմատաբար էժան գնով բենզինը հասնի Հայաստան, բայց դա մեկ անգամվա էր։ Սրանից հետո գործելու է արդեն հատուկ տուրք, որի պատճառով գինը բենզինի բարձրանալու է։ Բայց այստեղ շատ կարևոր հարց է ցակում։ Բայց եթե այդքան ժողովրդի մասին եք մտածում, եթե ուզում եք ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի էժան գնով վառելիք գնել, բայց Իրանի Իսլամական Հանրապետության հետ ինչ չեք բանակցում, որ ինչ որ մեկը կասկածում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված վառելիքը շատ ավելի էժան կլինի կամ Ադրբեջանից, որը նույնիսկ չի արտադրում նման վառելիք։ Բայց այդքան ժողովրդի մասին եք մտածում, գնայիք Իրանի հետ բանակցեիք։ Ես կասկած չունեմ, որ Իրանից շատ ավելի որակյալ եւ շատ ավելի էժան գնով հնարավոր է վառելիք ներմուծել Հայաստան։ Եվ դա պետական մակարդակում պետք է իրականացվեր, բայց ոչ։ Անպայման պետք է ադրբեջանականը գա, որ ամբողջ աշխարհում Ադրբեջանը թմկահարի, որ տեսեք ես Հայաստանին ինչեր եմ անում Հայաստանի համար, իսկ ես հայերը միջանցքս չեն տալի։ Նպատակը դա է։ Նպատակը դա է։ Ադրբեջանում դատում եք մեր հայրենակիցներին Արցախի ազատագրական պայքարի մասնակից լինելու համար։ Հայաստանում դատում են Արցախի ազատագրական պայքարի գրեթե բոլոր նկատելի մարդկանց։ Սա է, հասկանում եք, համեմատեք, նույնն է կատարվում։ Այնտեղ դատում են Արցախի նախագահներին, գեներալներին, այստեղ դատում են նախկին նախագահներին, գեներալներին, ազատամարտիկներին։ Եվ ամենացայտուն օրինակը, ինչպես նոր բերեցի, դա Աշոտ Երկաթի կալանավորումն է։ Ես չեմ խոսալու Աշոտի ոչ տարիքից, ոչ հիվանդություններից, որտեղ դա չի էական այսօր։ Աշոտը շատ ավելի ամուր է այնտեղ, քան մենք բոլորս այստեղ, բայց որպես մարդ, որ արթնանում են, իհարկե մեծ ցավ եմ ապրում, մեծագույն ցավ եմ ապրում, որ Բերձորի ազատագրումը ապահովված, մարդով բոլոր պայքարների ժամանակ եղել է ամենաառաջի տեղում, մարդով 44 օրյայի ժամանակ որդուն հետը տարել է, կռվել է միջև վերջի օրը, այդ մարդը այսօր գտնվում է կալանավայրում։ Իսկ մարդիկ, որոնք դավաճանել են հայ ազգին, մարդիկ, որոնք կռիվ են տալի հայ առաքելական եկեղեցու հետ, մարդիկ, որոնք վաճառքի են անել Արցախը, մարդիկ, որոնք վաճառքի են անել Հայաստանը, իշխում են ու կառավարում։ Իմիջիայլոց Աշոտ Երկաթի կալանավորումը անմիջապես հաջորդեց, երբ ինքը ևս հրապարակային իր աջակցությունը հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, կոչ անելով իր զինակից ընկերներին, իրեն հետևողների եւ հայ ժողովրդին կանգնել հայ առաքելական։ Մարիամ ջան, իմ մոտ տպավորություն է, որ ինչպես Ադրբեջանում կա ցուցակ այն հայերի, որոնք պետք է ձերբակալվեն, այդ նույն ցուցակը կա Նիկոլի մոտ, փոխանցվել է եւ որպես նախապայման իրեն օգնելու նաեւ ասվել է, որ այս բոլոր մարդիկ պետք է դատվեն։ Մեզ մեկը ինչ հոդվածով կանես, ոնց կանես, բոլորը պետք է դատվեն։ Նիկոլն է սուսուփուս անում է, իր պատգամավորներն է սուսուփուս ենթարկվում են։ Ու կրկնում եմ, անում են դա, որովհետև իրենց թվում է, որ իրենք հավերժ են։ Այս աշխարհում հավերժ ոչ մի բան չկա։ Նամանավանդ իշխանությունը։ Այն հավերժ չէ։ Ես մեծ հույսեր ունեմ, որ մյուս տարի ձեր իշխանությունը ավարտ է գալու։ Եվ որպես մարդ խոսք եմ տալի, որ բոլորը պատասխան են տալու։ Բոլորը։ Չի լինելու դատավոր, ով
կայացրել է անօրինական վճիռ, որը չի պատժվելու, չի լինելու դատախազ, չի լինելու որևէ մեկը, որը անօրինական գործունեություն է կատարել եւ չի պատժվելու։ Դուք մյուս իշխանությանը պետք չեք։ Ձեր նմանների տեղը բանտերումը, որպեսզի սերունդները ապագա, երբ որ մեծանան, պատմության գրքերում կարդան ցուցակը հայ ազգի դավաճանների եւ ձեր անունները կարմիրով այնտեղ գրած է լինելու, որ բոլորը միշտ հիշեն, որ այսպես դավաճաններ են եղել, մարդիկ, որոնք վաճառել են իրենց հայրենիքը փողի դիմաց, վախի դիմաց, կամպրամատի դիմաց։ Այդ ցուցակում կլինեն նաև այն հոգևորականները, որոնք այսօր դավաճանում են հայ առաքելական եկեղեցուն։ Դուք վեհապարին չեք դավաճանում։ Դուք վեհապարին չեք ծառայում։ Դուք ծառայում եք հայ առաքելական եկեղեցուն։ Եվ ձեր դավաճանությունը վեհապարի հանդեպ չէ, այլ Աստծո հանդեպ է, ձեր հանդեպ է։ Մեզ համար ինչ ամոթ է, որ վեհապար որ անունը գիտեք ֆինանսավորում չեն զեղչում մյուս եկեղեցիներով, մեր զրուցակիցներից պարոն Մարգարյանն ասաց, սա ուղիղ հրահանգ է իր այսպես կոչված ճակերտավոր աջակիցներին գնալ են եկեղեցիները, որտեղ չեն զեղչում եւ խժդժություններ անել։ Թո ինչ ուզում են փորձեն անեն, մեր հայ առաքելական եկեղեցին այս դարերի ընթացքում լրջագույն փորձություններով է անցել, լրջագույն։ Եվ ես կասկած չունեմ, որ մեր հայ առաքելական եկեղեցին հաղթող է դուրս գալու այս պատերազմում։ Միանշանակ հաղթող է դուրս գալու, անկախ նրանից, թե ինչ է կանելու։ Դուք հասցրել եք այս պայքարը անկետի, որ ձեր ցանկացած հաջորդ քայլ միայն ի վնաս ձև է, ի վնաս ձեզ է։ Շախմատի լեզվով ասած, դուք ցուցվանգի մեջ եք։ Ինչ էլ անեք, ի վնաս ձեզ է։ Կալանավորեք վեհապարին։ Ի վնաս ձեզ է, ի օգուտ իրեն։ Հարձակվեք Էշմիածինի վրա։ Ի վնաս ձեզ է, ի օգուտ հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի։ Դուք չունեք այլևս, հասկանում եք, որևէ աջակցություն, որևէ տեղ։ Ձեր այդ պուճուրիկ շրջիկ կրկեսով, որ ամենտեղ ֆրֆռում եք, այդ այս պուճուրիկ շրջիկ կրկեսով էլ բերթերում եք հայտնվելու։ Բոլորով անխտիր։ Եվ սա սպառնալիք չէ։ Սա իրականություն է։ Սա իրականություն է, որին դուք առերեսվելու եք ուշ թե շուտ։ Ես հույս ունեմ շատ շուտ։ Մյուս տարի մեր ժողովուրդը ունենալու է հնարավորություն ձեզանից ձերբազատվելու։ Ինչքան է դուք անօրինական բաներ անեք, ինչքան է պայքարեք, ինչքան է կալանավորեք, ինչքան է նստացնեք, այդ ամենը միայն ի վնաս ձեզ է լինելու։ Գյումրին շատ լավ օրինակ է, գիտեք այդ առումով։ Դուք կալանավորել եք Գյումրիի քաղաքապետի, դուք Գյումրիում իրականացրել եք մի բան, որը Գյումրիի ժողովուրդը ձեզ երբեք չի ների։ Դուք ուժ եք կիրառել մարդկանց հանդեպ, գյումրեցիների հանդեպ։ Այն նույն մարդկանց հանդեպ, որոնց ծառայելու էի գալիս 2018 թվականին։ Գալիս էիք ասում եք, այ բոլորդ լավ եք ապրելու։ Հիմա նույն ձևի մատ եք թափտալի այդ մարդկանց վրա, ասում եք ով ասել, որ պետք է լավ ապրեք։ 10,000 դրամ թոշակը ձեզ տանք, չիմանաք ինչ անեք։ Ավելավա 3 միլիոն դրամ պատգամավորին պրեմիա տանք։ Ավելավա մեր նախարարը միլիոններով աշխատավարձանա, դուք ով եք, որ փող ունենաք։ Դրա համար է հիմա Նիկոլենք իրենց հիմքում հիմնվում են երկու բանի վրա, հիմնվում են պետական ռեսուրսի վրա եւ հարուստների վրա։ Նիկոլի ամբողջ ստավկան, կներեք ռուսերեն բառի համար ընտրություններում լինելու է հարուստ սեգմենտի վրա, փորձելու այդ մարդկանց աշխատացնել իր օգտին։ Բայց պարզ ժողովուրդը, մեր հայրենակիցները ձեզ չեն ներելու դա։ Ես կասկած չունեմ, որ զարթոնք է լինելու եւ մեր ժողովուրդը գնալու է եւ ընտրելու է ընդդիմադիրներին եւ ապահովելու է ձեր պարտությունը եւ հետո բոլորս միասին ենք որոշելու թե որն է լինելու ձեր պատիժը։ Բենզինի գալով նորից իմիջայլոց հայտնի դարձավ, որ Սուքյասյանի ընտանիքին եւ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններն են այստեղ դա ներկրելու եւ արդեն շրջանառության մեջ լինելու։ Ինչ ունեք ասում։ Մարեմ, ես նորից պետք է ասեմ հետեւյալը, թող թե Սուքյասյանները, թե Ալեքսանյանները մտածեն հետեւյալի մասին, սա ոչ թե լավություն է Հայաստանի Հանրապետությանը, այլ սա Ադրբեջանը օգտագործելու է ապագա ռազմական տարբեր բաներ Հայաստանում
իրագործելու համար։ Ադրբեջանը ուղղակի աչք փակոցիով է զբաղված։ Տալիս է էժան բենզին, ընդ որում ոչ շատ էժան, որպեսզի աշխարհում ցույց տա, որ տեսեք, ես հայերի հանդեպ ինչ լավ եմ տրամադրված։ Մինչդեռ իրանց դպրոցներում հայետիացությունը շարունակվում է։ Մինչդեռ իրենց բանտերում նստած են հայ գերիները։ Ընդ որում դա էլ ասեմ, որ ընտրություններից առաջ ես կասկած չունեմ, չեմ կարող ասել 10 թե 20 հայ գերի վերադառնալու է Հայաստան։ Կասկած չունեմ։ Դա չեն լինելու ռազմաքաղաքական մեր էլիտայի ներկայացուցիչները։ Դրանք լինելու են պարզ գերիներ։ Դա էլ է Ալիևը անելու, ինչպես արել էր 21 թվականին։ Նիկոլին ամեն կերպ օգնելու են։ Հասկանում եք, երբ որ Կալասի պեսները հայտարարում են, որ մենք Հայաստանին օգնելու ենք Մոլդովայի պես, որպեսզի հասկանաք դա ինչ է, սա պարզ բան ունի։ Հայաստանից ուզում են Ուկրաինա դարձնեն։ Շատ պարզ։ Հայաստանը ուզում են քանդեն, որովհետև իրենք այդքան են տարված այն մտքով, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է այս տարածաշրջանից հանեն եւ թուլացնեն Իրանի Իսլամական Հանրապետությունը, այդքան են այդ մտքով տարված, որ իրանք թքած ունեն խորապես, թե մեր հետ որպես ազգ ինչ է լինելու։ Այ դա է խնդիրը։ Իսկ Նիկոլը ամեն ինչ անում է, որպեսզի բավարարի իրենց, ամեն ինչ է անում։ Ուղղակի ավելի գրագետ է անում, կամ կարող էին ուրիշները անել։ Ինչ է անում։ Համ Ռուսաստանի հետ է փորձում անընդհատ, կոնտակտի մեջ է բան, գնում է, գալիս է, հանդիպումներ է ունենում, կտրուկ քայլեր չի անում, բայց եթե մենք նայենք 18-ից այսօր, մենք կհասկանանք, որ շատ-շատ ոլորտներում մենք իրոք ունենք լրջագույն նվազում։ Եվ Նիկոլը քիչ-քիչ հասնելու է նրան, որ մի օր լինի դա ընտրություններից առաջ թե հետո հայտարարելու է, որ էլինչներից է պետք օրինակի համար ռուսական ռազմաբազան Հայաստանում, եթե Թուրքիայի հետ մենք ախպեր ենք սրանից հետո։ Ամեն ինչը դրան է գնում։ Ընդ որում, գիտես շատ հետաքրքիր է, որ այս մարդիկ երկիրը կառավարելուց բացի ամեն ինչի վրա ժամանակ ունեն, բացի երկիրը կառավարելուց։ Ամեն ինչի վրա ժամանակ ունեն։ Որը տեսա, որ մի հատ падգամավորի կա Նիկոլական, Քեմալական պայմանագրի Սոնա Ղազարյանը ժամանակ ունեցել, անդրադարձել է Սիրուշոյի այդպես կոչված advent կալենդարին։ Արասես նայում եմ, աչքերից չեմ հավատում, ասում եմ, սա падգամավոր է, խոսում է մի երկրի падգամավոր, որը թաթախված է խնդիրների մեջ, որում աղքատությունը ֆենոմենալ բարձր մակարդակի է, որում ժողովուրդը շատ վատ է ապրում եւ որը վտանգի մեջ է իր ուղակի երկիրը կորցնելու, այդ падգամավորը բանի գործը թողած միացել է այդ Սիրուշոյի թողարկած այդ advent կալենդարի բանին, խոսակցություններին։ Խնդալս գալիս էլ է, գիտեք, ես նայում եմ, ասում լավ, ես ուր ենք հասել։ Նախ դու ուր, աղջիկ ջան, Սիրուշոն ուր։ Սիրուշոն ստեղծել է մի բրենդ, որը կարողացել է տարիների ընթացքում դարձնել Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը։ Դարձել է Հայաստանը ավելի ճանաչելի։ Կարողացել է զրոյից ստեղծել մի բան, որը ճանաչված է այսօր շատ ու շատ երկրներում։ Հասել է մի մակարդակի, երբ որ կարող է այդ, ես չգիտեմ էլ այդ advent կալենդար ինչ է, բայց գիտեմ, որ 150 հոգի 200 քանի հազար դրամ փող են տվել առել են։ Ուրեմն հալալ է Սիրուշոյը, որ կարողացել է հասնել իր բրենդեն մակարդակի, որ կարողանում է նման արժեքով բան վաճառել։ Փոխանակ ծափ տակ, ասեք հալալ է, մի հատ կանչեք, ասեք ինչով օգնենք, որ ավելի զարգանաս։ Դրել բան եք անում, քննարկում եք, ընդ որում ես խնդալում, որ նա 150 հոգի առել է, 15000 հոգի քննարկում է։ Սա էլ է խնդալու, հասկանում ես։ Այսինքն ոնց կարելի է, ընդ որում ժամանակ եմ ծախսել երեք, հեչ իմ գործը չէր, բայց ինձ հետաքրքիր էր այդ քննադատողների մեջ ինչ է, էլի մտնում ես էջերը, մինչև այսօր իրանց էջերը նայում ես, իրանց դրած լայվերը կամ իրանց պոստերը, չգիտեմ, 2-3 հազար դիտում են ունեցել։ Արի ու մի տես Սիրուշոյին քննադատելու վրա 250,000 վյու են ապահովել։ Արա դուք նույնիսկ դրա վրա եք, հասկանում եք Սիրուշոյին այդքանով է հալալ, որ նույնիսկ նենց հարե, որ ձեզ շատ նայեն։ Չի կարելի, դուք բոլոր սահմաններն եք անցել։ Սոնա Ղազարյան, նամանավան դու, երբ որ նոր իշխանապողություն եղել էր, երբ որ գլխից սարքել էին, ձերբակալել էին, օրինակ խոսա նրա մասին, ոնց ամուսնուդ տեղավորեցիր հիմնադրամում աշխատանքի։ Այդ դրա մասին կարաս խոսած։ Թե այնպես
Բեսամp մաստագետ էր տարան գործի, չէ, դու ես տեղավոր է։ Ճիշտ է, հետո կարծեմ դուրս է եկել, բայց դու ԽՑԲ-ն օգտագործել ես։ Ու դուք բոլորդ եք ԽՑԲ-ն օգտագործել։ Դուք բոլորդ ամեն տեղ լցրել եք ձեզանով, դուք Հայաստանում պետական կառավարման համակարգը ոչնչացրել եք։ Հայաստանի Հանրապետությունում չկա այսօր գեթ 1 պետական գերատեսչություն, որը որակային առումով կարող է ճիշտ աշխատել։ Լցրել եք ձեզանով մարդկանց, որոնք սրտիկում են ձեզ, լայք են դնում ու ձեր հետ վազում են եկեղեցի։ Ընդ որում այդ եկեղեցի վազողներն են շատ քիչ։ Նույնիսկ ձերոնքականները չեն գալի ձեր հետ եկեղեցի, որտեղ հասկանում են, որ դուք սրբապիղծ եք, որ այն ինչ դուք անում եք սրբապղծություն է։ Մի անհանգստացեք, սիրելի ժողովուրդ, սրա վերջը գալու է։ Մենք բոլորս ապրում ենք մղձավանջում։ Մենք բոլորս հպարտանում ենք Արցախյան ազատագրական պայքարով։ Մենք բոլորս հպարտանում ենք մեր հաղթանակով։ Հիմա մեզ հպարտանալու բան չեն թողել։ Հիմա ամեն օր առավոտ արտանում ես, ամաչում ես, որ արթնացել ես։ Ասում ես ավելի լավ է մեռնես, ամեն ինչ չտենայի։ Բայց մենք կենսունակ ազգ ենք, մենք պայքարող ազգ ենք, եւ ես կասկած չունեմ, որ բոլորն են արթնանալու եւ բոլորը ճիշտ որոշում են կայացնելու։ Սպասող հերթական արտահերթ ընտրություններ, փողոցային պայքար։ Ես կասկած չունեմ, որ այս անընդունելի իրականությանը գալու է ավարտ։ Ես համոզված եմ, որ փակագծերի մեջ իրական Հայաստանը զիջելու է պատմական Հայաստանին։ Ես կասկած չունեմ դրա մեջ։ Ես կասկած չունեմ, որ իրական Հայաստան գոռացողները հայտնվելու են բանտերում։ Եվ ես կասկած չունեմ, որ Թուրքիայի Հանրապետության գործակալները Հայաստանում այլևս երբեք տեղ չեն ունենալու։ Գալով ելիներին արդեն մեղադրական վճիռներն են պատրաստում հրապարակել, բնականաբար ցմա ազատազրկումներ են, եթե այսպես նայենք, հա։ Մենք գիտենք, որ մեր հայրենակից Վագիվ Խաչատրյանը, որը ըստ էության կանոնավորվեց եւ դատվեց Բաքվի հրատարանում, Սամվել Բաբայանի վարորդը լինելու մեղադրանքով եւ իր առողջական վիճակը բավականին ծանր է եղել վերջերս, դե պատկերացնելու վախենալու է պատկերացնել ինչ վիճակում են այս մարդկանց պահում։ Խնդրեմ Վագիվ Խաչատրյանի հետ կապված ձեր խոսքը, որտեղ հետո նաև Սամվել Բաբայանի պետք է անդրադառնալ։ Գիտեք, որ ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմ էին պատրաստել, որտեղ նաև Սամվել Բաբայանը, Խզմալյանը, Խարը դրանց խոսքն էին գրել։ Խնդրեմ։ Տեսեք, չեմ ուզում առանձնացնել միայն Վագիվ Խաչատրյանին, մաղթում եմ իրեն առողջություն, տեղեկություն տարածվեց, որ սրտի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի, բայց նման խնդիրներ ունեն գրեթե բոլոր մեր գերիները։ Պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների մեծամասնության հետ երկար տարիներ աշխատել, շփվել, որոշների հետ ընկերություն անել, որոշներից շատ ու շատ բաներ սովորել եւ իմ համար նաեւ անձնական շատ մեծ վիշտ է տեսնել ամեն անգամ այդ մարդկանց Բաքվի բանտում։ Մարդիկ, որոնք Բաքվի բանտում նույնիսկ գտնվելով պայքարում են Արցախի համար ու ասում են, որ Արցախի ազատագրական պայքարը եղել է ճիշտ եւ որևէ խախտում այնտեղ չկա։ Դա իրանք ասում են Բաքվի բանտում։ Իսկ այստեղ նստած Սամվել Բաբայանը ադրբեջանական ինչ-որ ֆիլմում խոսում է Ռուբեն Վարդանյանի մասին ոչ պարկեշտ ձևով։ Սա ոչ թե անթույլատրելի է, այլ առաջին հերթին անհասկանալի։ Լավ դուք հայ եք, թե ոչ։ Լավ դուք հայ եք, թե ոչ։ Հիմա Բաքվի բանտում գտնվող մարդկանց մեջ նաև կան, օրինակ, ռազմաքաղաքական ղեկավարության մեջ մարդիկ, որոնց հանդեպ ես անձնապես ունեմ շատ վատ վերաբերմունք։ Բայց ես երբևիցե դրա մասին չեմ խոսա հիմա։ Որտեվ իրենք մեր հայրենակիցներն են, որոնք Նիկոլի պատճառով հայտնվել են բանտում, ընդ որում Բաքվում։ Ուղղակի կոչս է Սամվել Բաբայանի պեսներին, լավ սթափվեք, լավ ինչքան կարելի է։ Սթափվեք, չի կարելի այդպես։ Չի կարելի, ուղղակի այդպես չի կարելի։ Դրա փոխարեն գնացեք Նիկոլի հետ հանդիպեք ձեր սիրելի ու հարցրեք, պահանջեք, տեսեք ինչ անու որ այդ մարդիկ վերադառնան։ Չի կարելի ուրախանալ էժան բենզինով,
ու մոռացության մատնել քո հայրենակիցներին, որոնք հենց այդ երկրում բանտում են։ Չի կարելի, ուղղակի չի կարելի, որտեղ այդ էժան բենզինը ձեր կյանքում շատ բան չի փոխի։ Բայց այն, որ դուք վատ հայ եք դրանով դառնալու, այ դա փոխելու է ձեր կյանքում շատ ու շատ բան։ Այսքան երևի, Մարիամ ջան։ Եվ վերջին հարց, քանի որ ինքը Ռուսաստանում էր, կներ գալի խորի շարակացություններ հայտնում Ռուսաստանի նախագահին, տեսեք, հա, Վարդանյան, իրենք այս են այստեղ հակառուսական քարոզանում են, հակաերատուղարական քարոզանում են, այնտեղ գնում խորի շնորհակալություն հայտնում։ Այս մասով ինչ ունեք ասելու եւ ի վերջո Ռուսաստանը այս մասով ինչ հետևություններ պետք է անի։ Տեսեք, ես կարծում եմ, որ Ռուսաստանը հետևությունները շուտվանից է արել։ Ռուսաստանը շատ լավ գիտակցում է Նիկոլի խաղը։ Մի այլ հարց է, թե ինչքանով է Ռուսաստանը պատրաստ դրա մասին բարձրաձայնել, դրա մասին խոսալ։ Օրինակ կարող եմ ասել, որ Ռուսաստանի դեսպանը Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղ ունեցած հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը տարածաշրջանից երբեք դուրս չի գալու։ Սա մեսիջ է կոնկրետ Նիկոլին։ Սպասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը կդնի ու կսկսի, չգիտեմ, Նիկոլին հայհոյել կամ ինչ-որ բան անել, մի սպասեք նման բան։ Մի սպասեք։ Ռուսաստանի Դաշնությունը ունի աշխատելու հետագիծ, որը ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը ցանկացած երկրի իշխանության հետ շփվում է, համագործակցում է այդքան ժամանակ, մինչև այդ իշխանություն է։ Ընդ որում, եթե մենք հիշենք Ռուսաստան, Վրաստան, Սաակաշվիլիի հետ կոնկրետ կապած հարաբերություններ, այդ հարաբերությունները վատ տարածան այն ժամանակ, երբ որ Սաակաշվիլին սկսեց ինչ ասես ասել Ռուսաստանի Դաշնության նախագահի մասին։ Այդ ժամանակ նոր հարաբերությունները վատացան։ Նիկոլն է դա շատ լավ հասկանում է։ Խաղականոնները հասկացել է եւ տակից է ամեն ինչ անում։ 18 թվականից այսօր Նիկոլը եւ Ալիևը տարածաշրջանում պայքարում են Ռուսաստանի դեմ։ Նիկոլը եւ Ալիևը միասին։ Ուղղակի Ալիևը շատ ավելի գրագետ է օգտագործում Նիկոլին, քան Նիկոլը իր վիճակը։ Նիկոլի համար գերխնդիրը իշխանության մնալն է եւ կարեւոր չէ ինչ գնով։ Ալիևի համար էլ կարևոր է իշխանության մնալը, բայց Ադրբեջանի հզորացման գնով։ Այդ է տարբերությունը։ Ալիևը պատրաստվում է ընտրություններին հաղթանակ տոնելով, Նիկոլը պատրաստվում է ընտրություններին թուրքերի տակ պարկելով։ Այդ է տարբերությունը։ Բայց երկուսի մոտ էլ նույն բանը կա, հանձնարարական Ռուսաստանը պետք է տարածաշրջանից հանեք։ Հիմա Ալիևը առանց Ռուսաստանի տարածաշրջանում լինելու վտանգ չի տեսնում Ադրբեջանի համար, իսկ Հայաստանը միանշանակ ընկնում է Թուրքիայի ազդեցության տակ, հենց որ Ռուսաստանը ձեռը քաշի այս տարածաշրջանից։ Այս դրա մասին մենք պետք է մտածենք։ Երեքին ժամանակին 1918-20 թվականներին ԱՄՆ նախագահ Ուիլսոնն էր, չէ, որ Հայաստանին տարատեսակ բաներ էին խոստացել, բայց հետո ամեն ինչ ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։ Հիշեք դա։ Չեմ ուզում ոչ մի վատ բան ասեմ ԱՄՆ նախագահ Տրամպի մասին, որտեվ ամեն երկրի նախագահ ի տարբերություն Հայաստանի գործում է իշա երկրի։ Հիմա եթե իրենց երկրի շահը իրենք հաշվարկում են նրանում, որ այս տարածաշրջանում Ռուսաստան չլինի ու մեկ է հայերը կլինեն թե ոչ, մենք իրանց մեղադրել չենք կարող։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա ճիշտ աշխատելն է։ Դա թշնամիներ չստեղծելն է։ Դա փորձելն է անել այնպես, որպեսզի բոլոր երկրները շահ տենան մեր երկրի մեջ, այլ ոչ թե ընդհանուր տարածաշրջանի մեջ առանց մեզ։ Բայց ես չեմ ուզում եւ շատ եմ վախում, որ Տրամպը նմանվի Ուիլսոնին, ոչ թե անձերին եմ համեմատում, այլ իրողությունները, որ ժամանակ անց 100 տարի անց ասեն այ Տրամպը բան խոստացավ, հայերը կներեք բառի համար կուտը կերան, հետո ադրբեջանցիները հասան Երևան։ Ես չեմ ուզում դրան ականատես լինեմ։ Հիմա էլ տեղեկություն է տարածվել, որ Ամերիկայից բարձր պաշտոնյա է գալու հունվարին Հայաստան, Տրամպի ուղի քննարկելու բանման։ Ես կրկնում եմ, նպատակը, որը դրված է, շատ ակնհայտ է։ ԱՄՆ-ն, Եվրոպան, Ադրբեջանը եւ Թուրքիան
փորձում են ամեն կերպ Ռուսաստանը այս տարածաշրջանից հանել։ Հիմա եթե դրա համար պետք է պաշտոնյայից Հայաստան, ապա հավատացեք ամիսը մեկ նման պաշտոնյա կգա։ Հետո Եվրոպայի երկրների ղեկավարներն են գալու Հայաստան ու մեր ժողովրդին գոռալու են սրանք, ասեն տեսեք խաղաղությունը ինչ լավ բան է, տեսեք ինչքան մարդ է գալի մեր մոտ։ Բայց կրկնում եմ, որpիսի սրանց խաղաղությունը ճիշտ գնահատեք, միշտ հիշեք Աչափնյակի մետրոն։ Սրանց խաղաղությունն ու Աչափնյակի մետրոն լրիվ նույն բանն է, ոնց մեկը չկա, տենց է մյուսը։ Ընդ որում ասեմ դες ավելին, չի լինի սրանց օրոք ոչ Աչափնյակի մետրո կարա լինի, ոչ է խաղաղություն։ Որտեղ սրանք դրա համար չեն ստե, իրանք խաղաղության համար չեն ստե, մետրոյի համար չեն ստե, ձեր կյանքը բարելավելու համար չեն ստեղ։ Իրանք այստեղ են հայկականը ջարդելու, հայկականը ոչնչացնելու եւ անձնապես հարստանալու համար։ Չկա որևէ այլ պատճառ։ Այսքանը Մարիամ ջան։